Ես հավատացած եմ, որ այս շարժումը արդար է, եկեղեցու ինքնամաքրման համար է, ինչ որ առաջարկում է վարչապետը, իսկապես հայ ժողովրդի հոգևոր կյանքի համար է եւ Քրիստոս էլ տեսնելով ցանկությունները մարդկային պիտի իր օրհնությունն ու հավանությունը տա։ Եվ այդ նորոգումը եկեղեցու, որ սկսվել է, որի մասին խոսվում է, հնարավոր չէ առանց կաթողիկոսի գնալու։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն կաթողիկոսը մնալու տարբերակ չունի, եթե այնքան անելիքներ կա, այնքան է քանդվել, հա, այսպես ասեմ, քանդել այս համակարգը, որ իր գնալուց հետո անելիքները շատ ավելի ծանր են ու շատ դժվարությունները դեռ հետո պետք է գան։ Ուրեմն առաջին փուլով սա ամենամեծ դժվարությունը չի իրեն ճանապարհելը։ Հիմնական դժվարությունները պետք է գան հաջորդ արդեն կաթողիկոսի կամ տեղապահի օրոք եւ պատկերացեք, որ այն 26 տարվա բացը, որ այս եկեղեցու մեջ կա, տարբեր խնդիրների հետ կապված, որ լուծումներ չեն տրվել, հաջորդ կաթողիկոսին շատ դժվար ճանապարհ է սպասվում եւ ես որդիաբար իհարկե այս օրերին ուզում եմ մի խնդրանք անել այն մարդուն, որ կդառնա ամենայն հայոց կաթողիկոս, որ իր համար հեշտ չի լինելու, բավականին երկար ճանապարհ պիտի անցնի, եթե սիրում է իր եկեղեցին եւ թող լավ մտածի, կարող է այդ ամենը իրականացնել կյանքի կոչել, թե ոչ։